Սիրելի բարեկամներ, վերջերս լրացավ Երևանի պարարվեստի ուսումնարանի հիմնադրման 75-ամյակը։ Եվ այսօր Արտավազդ Եղոյանի դեպի 21-րդ դար շարքի հերթական հերոսը պարարվեստի ուսումնարանի տնօրեն, Հանրապետության ժողովրդական դերասանուհի Թերեզա Գրիգորյանն է։ Թերեզա Հրաչիկի Գրիգորյան ծնվել է 1923 թվականին Դիլիջանում, 30-ին տեղափոխվել Երևան, 34-ին ընդունվել պարարվեստի ուսումնարան, 1940 թվականին անցել է աշխատանքի Երևանի օպերայի և բալետի պետական թատրոնում որպես պարուհի, զուգահեռ 42-ին ընդունվել պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, 46-ին գործուղվել է Մոսկվա սովորելու, 1952-ին ընդունվել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, աշակերտել Գուլակյանին, Ռուբեն Սիմոնովին, Արամ Խաչատրյանին, 62-ին նշանակվել է օպերային թատրոնի բալետային խմբի ղեկավար, 1974 թվականին նշանակվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրեն, զուգահեռաբար դասավանդել Գեղարվեստաթատերական ինստիտուտում, դոցենտ, Հանրապետության ժողովրդական դերասանուհի, 3 պատվոնշան իշխաննշանակիր, ունի բազմաթիվ կառավարական պարգևներ, Եվրախորհրդարանի 1998 թվականի որոշմամբ տիեզերքի աստղերից մեկը կոչվել է իր անվամբ։ Առ այսօր Երևանի պարարվեստի ուսումնարանի տնօրենն է, ամուսնացած է, ունի 2 երեխա, 5 թոռ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գիտեք, Տիկին Գրիգորյան, ես կուզեի, որ մեր հեռուստադիտողը, այսինքն նա, ով ձեզ չի ճանաչում, լսի այն անունը, որով ձեզ միշտ կոչում են, Թերեզա Գրաչևնա։ Այժմ, բարեկամներ, ես գտնվում եմ մի օջախում, որտեղ ինձ համար դժվար է, շատ դժվար է խոսել, որովհետև այստեղ ես շփվել եմ մի մարդու հետ, որի կինը հանդիսանում է իմ զրուցակիցը, իմ շատ սիրելի Ազատ Թորգոմիչի, Ազատ Ղարիբյանի օջախում։ Ցավալի է, որ նա մեզ հետ չէ, սակայն ուրախալի է, որ մարդը հեռանալիս այնքան բան է թողնում կյանքում, որ անընդհատ հիշում ես նրան, անընդհատ չկա մի բեմ Հայաստանում, արտասահմանում, որտեղ հայ աղջիկները դուրս գան և մի շարժում չգտնես, որ դա Ազատ Ղարիբյանինն է, չկա, կարող եք ասել այդպիսի մի համույթ, այդպիսի մի տեղ։ Ոչ, չեմ կարող, դրանով հպարտանում եմ, Արտո ջան, շատ եմ հպարտ, և շունչը մեր տանը, կարծեք թե ինքը անընդհատ քայլում է, անընդհատ հորինում է, անընդհատ ինչ-որ մի բան պահանջում է արվեստին ծառայելու համար։ Մեր ժողովուրդը պարող ժողովուրդ է, տաղանդավոր ժողովուրդ է, դուք արժանի եք շատ ավելի մեծ բանի, դրա համար էլ այսօր կցանկանայի ես ձեր մանուկներին, որոնց մեջ այն գեներն են նստած, պարային գեները, կարողանանք արտնեցնենք ձեր մեջ, որ դուք միշտ պարող լինեք, միշտ պարեք, իսկ մարդ պարում է այն ժամանակ, երբ ուրախ է լինում, կուզենամ, որ ձեր բոլոր օրեր անցնեն, տարիներն անցնեն, որ ձերությունն էլ պարով անցնի։ Այս օջախը լի է ղարիբյանական շնչով, թոռներս, մենք բոլորս շնչում ենք առավոտից մինչև երեկո, հիշելով, մտաբերելով նրան, նրա արածները, այն մանկան նման արածները, այն դրվագները, ծիծաղելի, պատմելի, գիշերվա նրա վեր թռչելը, ինձ վեր կացնելը, գիշերվա կեսին ինձ պարացնելը, իր շարժումները հորինելը, այդ բոլոր բաները ամեն օր նրան հիշեցնում է այս տանը և տեսնում եք երևի, որ մեր տունը ամբողջ լի են կռունկներով և լի է Ազատ Ղարիբյանի թռչող հոգով։ Երևի երիտասարդների համար, նրանց ովքեր բախտ չեն ունեցել տեսնել Ղարիբյանին, ասեմ, որ Ազատ Ղարիբյանը մի տեսակ սիմվոլ էր
Ընդհանրապես կյանքում կանանց են, չէ, համեմատում կարապների հետ։ Նա մի տղամարդ էր, որն իր ողջ էությամբ կռունկ էր խորհրդանշում։ Եվ հիշում եմ նրա մահվան օրը, երբ հիվանդանոցի տանիքի վրայով մի կռունկ անցավ։ Այդ պահին բոլորը զարմանքից վեր նայեցին։ Կռունկը քաղաքի վրայով մենակ անցնում էր։ Հիշում եք այդ պահը։ Հիշում եմ, Արտո ջան, եւ զարմանալի բան է, ամեն անգամ, երբ կռունկի հետ ես լինում եմ բացօթյա ինչ որտեղ համերգների, այ մի ժամանակ առաջ մենք բոլորս Վիլեն Գալստյանի հետ միասին մեկնել էինք Էջմիածին եւ գնացինք այդ զոհված օդաչուների հուշարձանը, որոնք եկել էին այստեղ օգնելու հարավսլավացիները, ասեց Վիլենը, եկեք գնանք առաջ հարավսլավացիներին ողջունենք, խոնարհվենք նրանց ու գանք, երբ բոլորս ծաղիկներ էինք դրել, խոնարհվել էինք, հանկարծ այդ գետնից մի հատ ահռելի աղմուկ, մի կռունկ վեր սլացավ ու գնաց այդ վարկյանը մենք նկարել ենք, որպեսզի դա չլինի ուղղակի ասացվածք, այլ դա լինի իրականություն, որտեղ գնում ենք Հոկտեմբերանում, Գյումրիում, միշտ մի կարապ դուրս է թռչում, դուրս է ճախրում, զարմանում ես ուղղակի թե սա ինչ զավեշտական բան է։ Գուցե իրականություն է, որ ասում են ոգին մարդու տեղափոխվում է, ասենք, մի ինչ-որ արարածի մեջ։ Երևի թե։ Եվ հնարավոր է, որ Ազատ Թորգոմիչի ոգին էլ հենց կռունկների մեջ է։ Բնությունը շռայլորեն տվել էր նրան իր ամենանվիրականը, մեր ժողովրդի խորհրդանիշը, կռունկը, կարոտի, սիրո եւ հայրենիքի ճակատագրի ամենակատարյալ էտալոնը։ Հավաքելով համայն հայության գեղեցկական պարերի մասունքները, անցկացնելով համաշխարհային պարագիտության սեփական պրիզմայի միջով, Ազատ Ղարիբյանը ստեղծել է պարարվեստի ազգային դպրոցը, որից կսկսվի պարարվեստի ինքնաճանաչման հաղթարշավը։ Ինչպես եք ապրում։ Ոչինչ։ Աշխատում եմ, առավոտ արթնանում եմ ու վազում ուսումնարան։ Իմ կյանքս ամբողջությամբ նվիրված է պարարվեստի ուսումնարանին, պարարվեստին, շնչում եմ դրանով, ուզում եմ, որ բոլորը տեսնեն, բոլորն իմանան, որ այս դառը օրերին, այս դժվար օրերին ծաղկում է պարարվեստը, ծաղկում է ուսումնարանը, զարմանալի Արտո ջան, այնպիսի տաղանդավոր երեխաներ կան։ Այսօր Վիլեն Գալստյանը վերադարձավ եւ Կորեայից եկավ եւ շատ խնդրել էր, որ այն դասարանը, որտեղ իր որդին է պարապում, պահել մինչեւ ինքը կգա կնայի։ Իդեպ պիտի ասեմ, այդ դասարանը իմ որդին Տաթևիկն է տանում Ղարիբյան։ Եթե դուք տեսնեիք, թե ինչպիսի դասարան էր դա, ինչ տաղանդաշատ տղաներ են այդ դասարանում, նայում ես ու զարմանում, այս պայմաններում, այս դառը օրերին, ինչպես են հայ երեխաները բացվել, ինչպես են հայ մայրերը ծնում որդիներ բալետի համար, զարմանում եմ ուղղակի, աշխարհի խոսքերը շռայլեցին այսօրվա դասի գտնվողները, ես շատ բարձր եմ դասում Վիլեն Գալստյանի կարծիքը, շատ բարձր եմ դասում Արմեն Գրիգորյանի կարծիքը, Դիվանյանի կարծիքը, նրանք այնպիսի ոգևորությամբ են խոսում, որ ես մի անգամ եւս հպարտացա, որ ես այդպիսի աղջնակ ունեմ, որը կարող է իր հոր գործը այդպես
լուսավոր ձևով շարունակել։ Շատ եմ հպարտանում իմ ուսումնարանով։ Գիտեք, ես եւ ուսումնարանը մի տարիքի ենք։ 75 տարիներ։ Եվ իմանաս, այս տարի տոնելու ժամանակ տեսար երևի, ես ասեցի, ոչ մեկի անունը եկեք չտանք, որովհետև երախտավորները շատ են, որևէ մեկին չվիրավորենք, նրանք ովքեր գնացել են, նրանց հիշատակը մեկ վայրկյան լռությամբ պահեցինք, նրանք ովքեր կենդանի են, թող փայլեն, աշխատեն իբարս հայ պարարվեստի, հայ բալետային արվեստի հիմնականում, որովհետև հայկական պարը մերն է, մենք պարտավոր ենք ունենալ, բայց որ մենք երկնակամարում փայլում ենք իբրև դասական պարի առաջնեկներ, սա ինձ իհարկե շատ է ուրախացնում։ Օրինակ, քանի կարող եք ասել, քանի աշակերտ նախորդներին էլ ի նկատի ունեմ, եք ունեցել, որոնք փայլել են, ասենք, աշխարհի երկնակամարում։ Շատ են։ Հիմա շատ ամենահայտնիները։ Ամենահայտնին ես համարում եմ առաջինը Արչնակը Վիլեն Գալստյանին։ Այնուհետ Ռուդոլֆ Խարատյանին, որ Ամերիկայում է հիմա, Քվինտոնի երեխաներ նրա մոտ սովորում, այնուհետ իմ որդիներս, որոնք հիմա գտնվում են Ցյուրիխում, իմ թորնիկս, որը գտնվում էր Պետերբուրգում, նոր վերջացրեց ակադեմիան ու վերադարձավ Երևան, փայլուն են իմ երեխաները։ Փայլուն է Նորար Մեհրաբյանի որդին, որը հիմա Գերմանիայում է։ Տիգրանը, որը գտնվում է Ցյուրիխում, բոլորին զարմացնում ենք, բոլորը մեզնով հիանում են, իսկ մենք փախցնում ենք այդ երեխաներին այստեղից, վճռվի նրանց բանակի հարցը, վճռվի մինչև չվճռվի մեր տղաները, բոլորը կփախչեն, կգնան։ Տեսեք, որ գնացել էին գաստրոլների, վերադարձան գաստրոլներից 11 հոգի մնացին Ամերիկայում, որոնց մեջ եւ իմ ավարտող դասարանների երեխաները, վախենալով, որ կարող է տանեն բանակ։ Այս հարցը արդեն շատ է հասունացել։ Իսկ ընդհանրապես խոսել եք այդ մասին։ Շատ եմ խոսել։ Գիտեք, դե ծառայելը պետք է, հասկանում եմ։ Ես էլ եմ գտնում, որ պետք է։ Բայց եթե կան տաղանդավոր Ես էլ եմ գտնում, որ պետք է, բայց ես գտնում եմ, որ թերևս կարելի կլինի ունենալ մի պարային կոլեկտիվ, որտեղ կհավաքվեն կոնսերվատորիայի լավագույն երաժիշտները, օպերային թատրոնի լավագույն երգիչները, լավագույն պարողները, նրանք էլ կլինեն բանակում, թող օրվա մի մասը նրանք զինավարժություններով անցկացնեն, բայց մյուս մասը թող հոգևոր հարստություն պարգևեն մեր բանակում ծառայողներին։ Դա էլ է պետք, դա շատ է պետք։ Գուցե պետք է, որ մեկը դրանով զբաղվի։ Ասենք զինվորական անսամբլ, չէ՞, կարելի։ Իհարկե։ Ես հիշում եմ, իմ հայրը օրինակ ապրել է Զակավկազկի օկրուգ, այդպես էին ասում։ Ազատը Ղարիբյան։ Ազատը։ Բոլոր տղաները մեր պատերազմի ժամանակ անսամբլում էին, հավաքվել էին մեր խորհրդային միության ամենալավագույնները եւ ապրում էին այնտեղ եւ գաստրոլների էին գնում եւ զանազան տեսակի հյուրախաղեր այստեղ, այնտեղ ծառայում էին էլի բանակին։ Գուցե սա միտք է, որ ոչ ոք չի տվել, գուցե պետք է։ Ես անընդհատ դրա մասին ասում եմ, բայց երևի թե իմ խոսքս ուժեղ չի, պետք է երևի թե տղամարդ ասի դրա մասին։ Գուցե դա ավելի զորեղ կլինի։ Գուցե մեր պաշտպանության նորընծա հիմա ասում են փառահեղ մի երիտասարդ է եկել։ Հրաշալի անձնավոր։ Ես կարծում եմ, որ ես բախտ կունենամ, որ նա ինձ ընդունի, որովհետև ես Վազգեն Սարգսյանը շատ էր զբաղված, շատ էր ծանրաբեռնված, նա չկարողացավ ինձ ընդունել, չնայած ես մի քանի նամակներ գրեցի, բայց հիմա երևի ես հույս ունեմ, որ ինձ պիտի ընդունեն, պիտի ինձ լսեն, եւ եթե պետք է, եւ զգեստները, եւ դահլիճները, եւ բալետմայստերները, ես բոլորով ապահովում եմ։ Եվ ինչու միայն դուք, թերևս երաժիշտներ կան, որոնք մեծ իրենց աջակցությունը իրենց լուման կդնեն ամեն ինչի մեջ, եւ նրանց 2 տարի այդ բանակում ծառայելը օգուտ կբերի հոգևոր հարստություն տալով մեզ։ Թերևս հաճելի էլ կլինի։ Իհարկե։ Եվ արդեն հաճույքով կգնան, ոչ թե կմտածեն։ Իհարկե, ես կարծում եմ, որ դա շատ պիտանի է։ Ես կարծում եմ իմ ձայնս պիտի լսեն բոլոր դեպք։ Թող իմ ձայնս լսեն,
ոչ իբրև ուսումնարանի տնօրեն, թող իմ ձայնս լսեն իբրև հայ տիկին, հայ մայր, հայ տատիկ, որն ուզում է հոգևորը հարստացնել մեր բանակում գտնվող մեր որդիներին։ Ասացիք հայ տաղանդավոր արվեստագետ։ Չէ, դա հայ տաղանդավոր պարուհի, դա ինչ է։ գեղեցիկ, անցել է այդ ժամանակները։ Ֆոտոները։ Գիտեք ինչ, այնպես մի բան է, Արտավազ ջան, երբ պարում էի ես, եւ ինձ Մոսկվայից բերում էին, որ ես ներկայացում պարեմ, խանդուտ պարեմ։ Հիմա պատմության գիրկն է անցել դա, բայց այն ժամանակ ոչ հեռուստատեսություն կար, ոչ նկարահանումներ կար, գոնե ես ինձ մեկ անգամ պարելիս տեսնեի, չտեսա։ Ոչ մի կադր չկար։ Ոչ մի կադր։ Նույնիսկ արխիվում։ Ոչ մի տեղ, ոչ մի արխիվում եւ ոչ թե միայն ես, այլ այդպիսի տաղանդաշատ պարողներ, պարուհիներ ենք ունեցել, որոնց մասին մեր երիտասարդությունը տեղեկություն էլ չունի։ Յոթանասունհինգ տարեկան դպրոց։ Դպրոց, որտեղ կոփվել ուսում են առել, ասեմ այդպես ուսում, որովհետև ձեզ մոտ նաև հանրակրթականն է։ Այո, այո։ Բազմաթիվ սաներ, որոնցից շատ-շատերը այսօր գեղեցկացնում են շատ ու շատ աշխարհի տարբեր բեմեր։ Երեք մեծ միջոցառում արեցիք։ Այդտեղ մասնակցեցին բոլոր սաները, ովքեր այստեղ են Հայաստանում, թե ինչպես եղավ մի քիչ նրանից։ Նրանք, ովքեր գտնվում էին Պետերբուրգում, նրանք, ովքեր գտնվում էին Ցյուրիխում, նրանցից միայն ստացանք իրենց շնորհավորանքներն ու ափսոսանքը, որ իրանք չեն կարող գալ։ Իսկ նրանց, ովքեր հիմա երկուսը պիտի մեկնեն Ցյուրիխ սովորելու, նրանց այդ հնարավորությունը տվել են աշխարհի լավագույն խոսքերն ասելով մեր պարարվեստի ուսումնարանի մասին, նրանք պիտի մեկնեն սովորելու, նրանք պարում էին, զարդարում էին մեր բեմը եւ ըստ իս մեծ հաջողություններով կարողացան զարդարել օպերայի ու բալետի պետական թատրոնի այդ բեմահարթակը եւ խելակորուս ծափարությունները ասում էին այն մասին, որ մենք իհարկե շատ ենք աճել։ Դժվար պայմաններում, բալետի համար, դժվարին օրերում, ամեն մի բալետային պուանտը հիմա արժե $30։ Իսկ երեխան պետք է շաբաթվա մեջ ունենա մեկ զույգ պուանտ անպայման, որ իրա մատերը կոտրտելով բարի, ես չեմ ասում, որ 2-3 զույգ է դրա համար պետք, բայց բոլոր դեպքերում մենք դա հաղթահարել ենք։ Մեր քաղաքապետը, ես չեմ կարող Սուրեն Ջանգիրովիչի մասին ասել, 2 միլիոն մեզ տվեց, որ մենք միայն բալետային տուֆլիներ կարենք։ Ոնց չհիշեմ այդ մարդուն, ինչպես նրան շնորհակալ չլինեմ։ Եվ մենք 75-ամյակը լի բալետային կոշիկներով դիմավորեցինք եւ ես դրա մասին բացրաձայն պիտի ասեմ, թող մեր այրերը գիտենան, որ պիտի օգնեն բալետին։ Այ ես համոզված եմ, Կարեն Սերոփովիչը շատ մեծ բան է արել մեր ուսումնարանի համար։ Մեր նոր մասնաշենքը նրա ձեռքերով է կառուցվել։ Նա է եղել, որ մեր երեխաներին տվել են հնարավորություն ունենալ օրական մեկ անգամ ձրի սնունդ, թող դա ծիծաղելի չթվա, որովհետև երեխան պետք է էներգիա ունենա պարապելու։ Ինձ 2 անգամ հիմնադրամն է, հայ հիմնադրամն է օգնել, որպեսզի երեխաներին տանենք։ Ունենք մի հայ բարերար, որը խնդրում է իր անունը չտալ, բայց ես այսօր համարձակորեն պիտի ասեմ, մի երիտասարդ տղա, որը հայտնվեց Շվեյցարիայում, ներկայացավ որպես Հարութ Խաչատրյան եւ ասեց. Տիկին Գրիգորյան, եկել եմ տեսնեմ, ասում են մեր երեխաները մեծ հաջողություն ունեն, դուք նյութապես բանի կարիք չունեք։ Ես ասեցի չէ, ինչպես չի, ասում է, ես ձեզ խնդրում եմ, վերցրեք ես 1000 ֆրանկը, տվեք ձեր երեխաներին, թող գոնե շոկոլադ ուտեն, որ ուժ ունենան։ Եվ այդ նույն տղան
Իմանալով, որ ուսումնարանի 75-ամյակն է, $1000 փողեր ուղարկել, բայց խնդրել, որ իր անունը չտան։ Ինձ ոչ ոք չի օգնել այս 75-ը կատարելու համար։ Միայն օպերային թատրոն տրամադրել է ինձ դահլիճը, որպեսզի ես կարողանամ այդ մեծ միջոցառումները անցկացնել։ Ես շնորհակալ եմ օպերային թատրոնից, բայց օպերային թատրոնը պիտի գիտենա, որ առանց պարարվեստի Իհարկե, չկա։ իրենք ոչինչ չէ։ Միշտ ես այս հանդիպումներում հնարավորություն եմ տալիս իմ զրուցակցին ինքն իրեն հարցով դիմելու։ Ինչ հարց կուզեիք, որ ձեզ տայի, որին կուզեիք պատասխանել։ Արտո ջան, միայն մի բան կկամենայի։ Ինչ։ Թող հայ բալետը գործի, թող մեր հայ հասարակությունը մեր բալետային ներկայացումները տեսնի։ Այն ժամանակ մենք ունեինք շուրջ 30 բալետային ներկայացումներ, չէինք հասցնում հանվել, հարդարվել, մյուս ներկայացմանը գնալ։ Հիմա գուցե թե տարեկան 3-ից 4 բալետային ներկայացում է գնում։ Մենք պետք է անենք, եւ ես ամենաերջանիկը կլինեմ, որ մեկը կլինեմ այն ծափահարողներից, որը կտեսնի իր հրաշք երեխաներին բեմի վրա փայլելիս, եւ դա կլինի իմ ամենամեծ երազանքը, որին ես մեծագույն սիրով սպասում եմ եւ համոզված եմ։ Վիլեն Գալստյանի հիմնա վերադարձը Երևան պիտի պարտավորեցնի նրան։ Մաքսիմ Մարտիրոսյանն է գտնվում Երևանում։ Այդ տաղանդաշատ բալետմայստերը։ Նորայր Մեհրաբյան ունենք տաղանդաշատ, բա այսպիսի մարդիկ ունենանք մենք եւ չունենանք բալետային խումբ։ Հիմա վերջացրել են 7 երեխաներ, 7 աղջիկներ, մեկը մյուսից հրաշք։ Պիտի պարեն նրանք, թե չէ, ես պիտի նրանց տեսնեմ, թե ուսումնարանի պատերի մեջ այդ բոլորը պիտի ավարտվի։ Ես կարծում եմ օպերային թատրոնի ղեկավարությունը առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի երեխաներին, տղաներին հատկապես, բանակից ազատելու եւ մեծ խաղացանկ ունենալու բալետային ներկայացումներ։ Ես գիտեմ, Վիլեն Գալստյանը բեմադրել է այս վերջի շրջաններում Օթելլո մի անգամ, թե երկու անգամ է գնացել։ Նա բեմադրեց Դոն Քիշոտ, զգեստներ, հագուստներ եւ դեկորներ չլինելու պատճառով այդ ներկայացումը չգնաց։ Պետք է պարտադրել, պահանջել, պիտի գիտենան, որ այդ դառը մեր քրտինքը պետք է իր հրաշալի արդյունք ունենա։ Ես միայն դա եմ երազում։ Եվ ես կարծում եմ, որ դուք ինձ հետ համամիտ կլինեք։ Թող մեր բալետը ծաղկի, որպեսզի հայ ժողովուրդը գիտենա, որ մենք աշխարհի լավագույն դպրոցներից մեկն ենք եւ պետք է լինենք աշխարհի լավագույն բալետային թատրոններից մեկը։ Լավ, համարենք, որ դա ոչ թե հարց էր, այլ մաղթանք։ Ես ցանկանում եմ, որ արդեն 21-րդ տարում, գոնե 1 տարվա մեջ, 1.5 տարվա մեջ ներկայացումներ բեմադրվեն, դեկորներ պատրաստվեն, հնարավորություններ լինեն մարդիկ, որոնք ներդրումներ կանեն, գուցեև քիչ-քիչ լավանում է մեր կյանքը, գուցեև կարողանանք 21-րդ դարի շեմին հենց առաջին իսկ տարվա ընթացքում ունենալ հրաշալի ներկայացումներ, որտեղ դուք նստած կլինեք առաջին կամ երկրորդ, որ կարգն եք սիրում, չգիտեմ։ Ես սիրում եմ գաղտնի տեղ նստել։ Գաղտնի տեղում, բայց այնպես ծափահարեք, որ ամբողջ դահլիճը զրենք։ Այո։ Շատ եք սիրում սուրճ խմել։ Մի անգամ օրական։ Իսկ ընդհանրապես ինչ եք սիրում խմել, թեյ։ Թեյ։ Շատ եք սիրում։ Այո։ Հիմա նայեք, ես ձեզ համար մի անակնկալ եմ պատրաստել։ Սա ձեզ։ Աման, Natura Gold թեյի մասնագիտացված խանութից։ Շատ եմ շնորհակալ։ Եվ երրորդ ալիքի կողմից ձեզ նվեր հրաշալի թեյ է նաբաթով, թեյի հրակայուն բաժակով եւ իհարկե իր խնդրեմ
թեյի մի հրաշալի տեսակով, չնայած խանութում կա բազմաթիվ թեյեր։ Շատ եմ շնորհակալ, ես կխմեմ եւ կհիշեմ երրորդ ալիքը, խոնարհվում եմ ձեզ, ձեր նուրբ այդ թանկարժեք նվերի համար, որը երևի թե քիչ է պատահում մարդուն, իսկ ես երջանիկ եմ ինձ զգում դրա Ստեսություն, Տերեզա Հրաչյանի։ Շնորհակալություն։ Վայ, շատ էր մեր զրույցը անմիջական եւ փոթորկով լի, ես կարծում եմ, որ մեր վաղեմի բարեկամությունը ինչ որ միտեղ այսօր կրկնվեց, մենք հիշեցինք ամենը եւ կշարունակվի, ես բարի մաղթանքներ եմ կամենում երրորդ ալիքին, որին ես միշտ հետևել եմ, որը ես միշտ սիրել եմ, ցավոք սրտե հիմա շատ է քիչ, դա ինձ նեղացնում է։ Գիտեք ինչ ասեմ, թող անհամեստ թվա, այ քիչ առաջ դուք ասում էիք, մենք շատ ենք նեղվում ենք, այո, մեզ սեղմեցին 4 կողմից շրջափակում ապրեցինք, չէ, նեղվեցինք, մենք ադամանտ պիտի դառնանք, ոչինչ, թող երրորդ ալիքն մի քիչ նեղվի, գուցե մի օր էլ կընտլայնվի սպունգի պես։ Ես կարծում եմ, ես ձեզ բարի եմ մաղթում, ես հույս ունեմ, համոզված եմ, որ պիտի գան լավ օրեր, եւ մենք գուցե այս մեր զրույցը հետո հիշենք եւ երջանկանանք։ Եվ մի քիչ էլ ծիծաղենք, որ ինչքան ենք տանջվել։ Այո։ Ցտեսություն։ Շնորհակալություն։
Ազատ Ղարիբյանի անվան կռունկ պարային համույթ։ Ղեկավարներ հանրապետության ժողովրդական արտիստներ Թերեզա Գրիգորյան եւ Վիլեն Գալստյան։